Գնահատեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Ես իհարկե մի քանի շրջափուլերի տվյալներ եմ բերել, բայց վերջինը կարդամ, հետո պրեզենտացիան կտամ, հետո կուզենանք համատականներ կանցկացնենք։ Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն 9%-ը, ավելի շուտ դրական գնահատել է 15.5%-ը, ավելի շուտ բացասական գնահատել է 19.1%-ը եւ 46.5%-ը ընդհանրապես բացասական է գնահատել։ Եթե կարելի է օպերատորները խնդրեմ չխանգարեք, հա։ 10%-ը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին։ Ինչ է կարծում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը կայուն է։ Լիովին կայուն է, նշել է 6.4%-ը, ավելի շուտ կայուն է, նշել է 16.5%-ը։ Ավելի շուտ կայուն չի 16.7%-ը նշել եւ 56.3%-ը նշել է, որ ընդհանրապես կայուն չէ, այսինքն մոտ 75%-ի կարգի մեր քաղաքացիները նշում են, որ իրավիճակը կայուն չի քաղաքական։ Ինչ է կարծում ներկայումս արկա քաղաքական վիճակում անհրաժեշտ է արդյոք իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա եւս շատ հետաքրքիր տվյալներ ենք ստացել։ 44% նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է, այսինքն մոտ 60%-ից ավել նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 10.3%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, եւ 23.5%-ը նշել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Ընդ որում ես այստեղ ուզում եմ շեշտադրել, որ այս 23.5%-ը ովքեր որ ասել են, որ անհրաժեշտ չէ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա չի 23.5-ը, դա չի նշանակում, որ այս 23.5%-ը համամիտ են այս աշխատանքները, որը իրականացնում է իշխող կուսակցությունը եւ ուզում են անփոփոխ մնա ամեն ինչ, չէ, ես կարծում եմ այս 23.5%-ի մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր որ չեն տեսնում ալտերնատիվա, հա, այսօրվա իշխանությունների կամ չեն տեսնում են քաղաքական ուժը, որին